Անտալիայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել էներգետիկայի, տրանսպորտի եւ պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Թուրքիայի նախագահը գոհացուցիչ է որակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը եւ նշել, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես խաղաղության ճարտարապետ հարավային Կովկասում։ Էրդողանն ընդգծել է նաեւ, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեր գլխավոր առաջնահերթությունն է դառնալ Եվրոպական միության անդամ պետություն, այս ուղղությամբ որոշակի մարտահրավերներ ունենք, սակայն հուսով ենք, որ մեր երկրում եւ տարածաշրջանում խաղաղության վերականգնումով Վրաստանի ինտեգրացիան ավելի ինտենսիվ կկատարվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։ Կոբախիձեի խոսքով զարգացման եւ տարբեր երկրների հետ ճիշտ հարաբերությունների ձևավորման համար գլխավոր գործոնը խաղաղությունն է։ Ուստի պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման վրա եւ մեզ ուրախացնում է, որ դա իրականացնում ենք Թուրքիայի հետ միասին, որը նույնպես խաղաղության տեսլական ունեցող երկիր է, նշել է Վրաստանի վարչապետը։ Նրա խոսքով Վրաստանը միշտ դրական դերակատարում է ունեցել հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Մեր բոլոր հարևան երկրները գնահատում են մեր դրական դերը, քանի որ խաղաղության գաղափարի շուրջ համագործակցությունը խորանում է, ասել է Կոբախիձեն։ Միացյալ Նահանգները եւ Իրանը հեշտությամբ կարող էին համաձայնության գալ Օմանում նախատեսվող բանակցություններում, եթե Վաշինգտոնի միակ պահանջը միջուկային զենք չստեղծելուն վերաբերեր, հայտարարել է Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին։ Ամերիկացիներն ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, մենք համառորեն կրկնում ենք, որ մեզ չի հետաքրքրում միջուկային զենքը, նշել է Թախտ Ռավանչին։ Իրանցի դիվանագետի խոսքով, եթե բանակցությունների բոլոր մասնակիցները քաղաքական կամք ունենան, ապա հնարավոր կլինի նոր համաձայնության գալ։ Սակայն եթե ինչ-որ մեկը ցանկանա բանակցություններում այլ հարցեր ներառել եւ բարդացնել աշխատանքը, մեզ դա չի հաջողվի, ընդգծել է դիվանագետը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև խորհրդակցությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 12-ին Օմանում։ Հիմնական բանակցողները կլինեն Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Իրանական կողմի հայտարարությունների համաձայն բանակցությունները կանցկացվեն անուղղակի ձևաչափով Օմանի միջնորդությամբ։ Իր հերթին պետդեպարտամենտի խոսնակն էլ նշել է, որ այն կարելի է համարել հանդիպում, այլ ոչ թե բանակցություն։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Լրատվամիջոցների տեղեկությամբ այսօր Թրամփի հատուկ բանագնացին կընդունի նաև Ռուսաստանի նախագահը։ Սա կլինի Ուիտկոֆի եւ Պուտինի արդեն երրորդ հանդիպումը։ Թրամփի բանագնացը Մոսկվա էր այցելել մարտ ամսին եւ ներկայացրել էր Սպիտակ տան ղեկավարի ուղերձը Ուկրաինայում հրադադարի առաջարկի մասին։ Ուկրաինայի հետ պաշտպանական դաշինքի հավատարիմ մոտ 50 երկրի ներկայացուցիչ հանդիպել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկելու Ուկրաինայի զինված ուժերին աջակցության հարցը։ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կողմից կազմակերպված Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումը Բրյուսելում հավաքել է պաշտպանության նախարարների եւ այլ պաշտոնյաների։ Եվրոպական երկրներն այս տարի ավելի քան 23 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար, ինչն ավելին է, քան անցած տարի, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը։ 4 շաբաթ առաջ Ուկրաինան համաձայնեց անվերապահ հրադադարի, սակայն ոչ մի դրական նշան չենք տեսել ռուսական կողմից։ Մենք պետք է իրական ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, աջակցելով Կիևին, նշել է Կալասը։ Մերի Ներսիսյան, լուրեր։